wonder what you got, you rascal, you. Հայաստանը մեր, բայց ինչքան ասես դժնամի ուներ, օրորքումներից հեռու գնացի, ձեր ձեռքի տված մեզ վսկտեցի, ուսուսի տված արյուծի նման, երբ բերենք հողը հարկը հայության, ուսուսի տված արյուծի նման, երբ բերենք հողը հարկը հայության, հայերը միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում օգնության հասեք, հայերը միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում օգնության հասեք, դեր ճամփա ունի, պիտ հասնենք սասուն, քաջերի հողը մեզ է սպասում, դեր ճամփա ունի, պիտ հասնենք սասուն, քաջերի հողը մեզ է սպասում։ Հայկ ջան, բարևներ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ հյուրընկալվեցիր այս նշանակալի ծորը քեզ համար, հա, գիտենք, որ շատ զբաղված ես։ Մեր նկարները տեղի են ունենում ապրիլի 2-ին, հա։ Գիտեմ, որ տարբեր հեռուստաընկերությունների կողմից, տարբեր նախագծերի կողմից դու այսօր որպես հյուր ես եղել եւ շնորհակալություն եւս մեկ անգամ, որ ժամանակ հատկացրեցիր եւ հյուրընկալվեցիր նաեւ մեր տաքսի բլոգը։ Մենք այս պահին ճանապարհ ենք բռնել դեպի Եռաբլուր եւ գնալու ենք մեր հարգանքի տուրքը մատուցել ապրիլյան քարոզիա պատերազմին զոհված քաջ տղաներին, Հայկը, ով մասնակից է եղել ապրիլյան քարոզիա պատերազմին եւ առաջնակցում է եղել ժամանակ, այս պահին մեզ հետ միասին ուղևորում է դեպի Եռաբլուր։ Ինչով ես դու հիմա այս ընթացքում զբաղվում, կխնդրեի մի փոքր պատմել քարոզիայի մասին։ Հիմա ես սովորում եմ Երևանի պետական համալսարանում, հեռակաուսուցում, սոցիոլոգիայի սոցաշխատանք բաժնում, զուգահեռ աշխատում եմ։ Այ տղաներից, հա, ովքեր ցավոք սրտի զոհ դարձան ապրիլյան քարոզիա պատերազմին, ունեիր մտերիմներ, ընկերներ, ոնց անձամբ ճանաչում էիր։ Անձամբ չեմ ճանաչել, բայց եղել են ծանոթներ։ Հասկացա։ Չգիտեմ, բախտի բերումով երևի ես այտենց ընկեր չեմ կորցրել էլի։ Ամուսնացած ես։ Դեռ ոչ։ Պատրաստում ես։ Չէ, չունեմ։ Մտածում ես այդ ուղղությամբ։ Դե մտածում եմ, բայց մտածելը ոնց հասկանում եմ հələ քիչ է էլի։ Բանակային տարիներին մի փոքր վերհիշենք, հա, որովհետև ես էլ զինվոր լինելով, ու Տիգրանն էլ ծառայած լինելով զինվոր եղած ժամանակ, գիտենք, որ բանակային կյանքում շատ հետաքրքիր իրադարձություններ են պարբերաբար տեղի ունենում, որոնք մտապահվում են տղամարդու կյանքում ամբողջ տարվա ընթացքում։ Կա այդպիսի մի պատմություն, որը այս պահին հումորային ինչ-որ պատմություն կհիշես ու կպատմես քո բանակային կյանքից։ Բանակային կյանքը իմ համար ճիշտ որ ասեմ, ես շատ քիչ եմ ծառայել, մոտավորապես 3 ամսվա չափով եմ ծառայել, մինչև պատերազմը, երբ որ վիրավորվեցի եւ դուրս եկա ծառայությունից, բայց այդ 3 ամիսն էլ շատ ուրախ է անցել իմ համար, դա կարող եմ մենակ ասեմ։ Ամեն ձևի մտածում ենք մի բան անենք, մեր առօրյան ուրախացնենք։ Որտեղ էիր ծառայում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Մարտակերտի շրջան։ Ամեն տարի բարբերաբար եթե գնում ես Եռաբլուր, հա, արգանքի տուրք։ Անպայման մեր ընկերներին պետք է հիշենք մենք։ Իհարկե, միշտ։ Բանակային տարիներին հասել ես ընկերներիդ ինչ-որ երգեր կամ չգիտեմ, որովհետև մենք բարբերաբար հավաքվում ենք, հիշում եմ, հատ ունենք Սենյակ, Տիգրան։ Մեր կապտյորկեն էր, լավ երգիչ ունենք, Քյավառցեր ապրել։ Գալիս էր, ինչ ասես երգում էր։ Ինչ ասես։ Ուզում ես լայմավ այգուլե էր երգում։ Ուզում ես ասեն, ինչ ուզում ես երգում էր։ Բայց իրա տարբերակով էր երգում, թե նմանակում էր։ Ապա ինչ ուզում ես անում էր, ինքեր ինդիվիդուալ մարդ էր։ Մեր տարիները մի քիչ ես մի 15 տարի առաջ եմ էլի ծառայել։ Բայց շատ բան չի փոխվել եղբայր։ Հա։ Դե ասեմ, որ տաղանդ ունի, միշտ էլ օգտվում ենք այդ տաղանդից։ Ինչքանով որ կարողանում ենք։ Այ ինչ տիպի երաժշտություն ես սիրում առօրյայում լսել։ Ընդհանրապես ես որ ճիշտն ասեմ, մելոման եմ, ավելի շատ մեղեդիներն են դուրս գալի, քան թե ինչ որ երգիչ կամ երաժշտություն։ Երբ Հայկը երգում։ Ես ավելի շատ սիրում լսել երգ, քան թե երգել, որովհետև մի քիչ
ձայնային տվյալներս չի ստացվել, ոնց որ, բայց դե հնարավոր է, մերներն էս չի որ։ հա, դե որ տենց է որ մի բան ընկնում է բերան երգում ես, հա, տենց ինչ որ կարող է պրիպև երգեն, տենց շատ կարճ մի 3 բառ։ Որ յադարցիան ժամանակ։ Տարբեր, չգիտեմ, երբ որ տրամադրություն լավ է լինում, այդ կապ չունի որտեղ ես կամ ում հետ ես, կարաս երգես։ Այսօր ինձ թվում է տրամադրությանը մեջ ակնհայտ երևում է խիզախությունը, չէ՞, արիությունը, հպարտությունը։ Գիտեմ, եթե նկատել եք։ Հա, չէ, պետք է այդպես լինի, որովհետև հպարտություն պետք է դու զգաս, ոչ միայն այսօր, այլ առհասարակ ամեն օր, երբ արթնանում ես, որովհետև ամբողջ ազգը միշտ հպարտացել է եւ հպարտանում է քեզնով եւ քո ընկերներով։ Դու վարում ես մեքենա։ Ներկապային չունեմ մեքենա, չեմ վարում, բայց իմ մասնագիտությունը նույնիսկ բանակում վարորդն է եղել, էլի։ Հա։ Լավ գործ է եղել, էլի բանակում, չէ՞։ Ճիշտ ասեմ, ինձ դուրը գալիս է, չգիտեմ, ես տեխնիկայի սիրա։ Հա։ Ինչ որ սիրում եմ կպնել, գեղտոտվել կամ, չգիտեմ, իմ համար գործը է դա։ Տանտղել գտնել։ Հա, իմ համար գործը է դա, ես չեմ սիրում սառը գործեր։ Դրա համար է երևի, որ մաթեմատիկայից թույլ եմ։ Իսկ ինչ որ տեսալավատներ կամ չգիտեմ, այդ թեմայով շատ ինչ որ երկեր ծնվեցին, առաջարկներ եղել են նկարահանվել, Հա, նկարահանվել եմ, ես կգամ տուն, Սարգիս Ավետիսյանն է հրավիրել, տեսալովակի մեջ հենց նկարվել եմ։ Հովարեք սարեր, 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 սարեր ջան։ Կա մի հատ երգ, որ կուզես այս պահին ինչ որ հաղթական տարբերակով միասին, ես էլ եմ ֆաշ երգում, եթե երգելու է չախնդիրը, դու կարող ես ցածր երգել։ Կարող ես այդ երգել։ Ես այն կարգի բարձր կերգեմ։ Այլ բառերը լրիվ չգիտեմ, բայց Օրինակ գիտես որ երգ կուզեի երգել։ որը եղել։ Թրջեի մտքով լինել տաքսի բլոգի մեքենայում եւ չերկել, դա մի տեսակ պատկերացնել նահոր չի, որովհետեւ մեր մեքենայում հայտնում են միայն հայտնի մարդիկ, դերական մարդիկ, պոզիտիվ մարդիկ, իսկ այսօր բոլորս հաղթական ենք դրամադրված, բոլորս այսպես բարձր դրամատրությամբ ենք, իհարկե հիշելով բոլոր մեր ընկերներին, ովքեր նահատակվել են, բայց նրանք էլ արի են, նրանք էլ քաջ են եւ նրանց հազատներն պետք է հպարտ լինեն, որ ունեցել են եւ ծնել են առյուծ տղաներ։ Եվ այս պահին յուրաքանչյուր զինվորի համար ամենահարազատ երգերից մեկը կարծում եմ, որովհետեւ նա մանավանդ որ մարդիկ նոր են գնում, այ դու չես ասել, չէ՞ շատ ծառայ ես, նոր որ գնում ես այդ տան հիշողությունները բանում, ես երգ շատ զինվորին հարազատ է լինում։ Եթե ուզում ես իմանաս, Թրջերի մատքով ուր իմ մայրն է ածում տեսնեի այն հարում կարոտով ես անգուն որ ամեն մի գարում ջրերով վարարում Կարկաչում է սարերում, տեսնեի այն հարում, կարոտով ես անում, որ ամեն մի գարում ջրերով վարարում, կարկաչում է սարերում, թեքվեի Կարոտած բաղջերի լինեի հանդերում մեր կանաչ մարգերում ուր ծաղմուկներ պուրում ուրմանում օրերում հովներից միշտ հանգուրում իմանալ քո կարծիքը այն մարդկանց մասին, ովքեր չունենալով առողջական որևիցե մի խնդիր, հրաժարվում են բանակում ծառայելուց,
վաճառաբանելով, որ իրենք 2 տարում ավելի արդյունավետ եւ օգտակար գործ կարող են անել, քան հայրենիքը պաշտպանելը։ Դե գիտեք ոնց, ես որ ճիշտ ասեմ, փոքր հասակից ուզեցել եմ լինեմ զինվորական, ու այդ զինվորական գործը իմ համար մի քիչ ուրիշ տեղում է։ Անց թե ուրիշների համար։ Դա կախված այն այնից, երբ որ մարդու ընկալումից, եթե կարաս ընկալես օրինակի համար, չգիտեմ, գումար ներդրեցիր ինչ-որ գործի մեջ։ Դու կարաս այդ գումարը ընկալես, որ կորցրեցիր, կարաս ընկալես, որ շահեցիր։ Նույնը բանակն է։ 2 տարում դու կարաս շատ ավելի բան սովորես, քան թե սովորական կյանքում թեկուզ շփման առումով, սոցիալական առումով դու այնտեղ գնում ես նոր միջավայր ու իմ կարծիքով տղամարդուն դա պետք է որ տղամարդը ավելի ադապտացվող դառնա։ Գիտեմ, միշտ երբ որ դու քո կոմֆորտի զոնայի մեջ ես լինում, դու խուսափում ես այն վտանգներից կամ իրավիճակներից, որոնք քեզ կարան բերեն ինչ-որ ստրեսային իրավիճակի, բայց այնտեղ դու կամա թե ակամա փորձ ես ձեռք բերում, նաև կյանքի փորձ։ Շատ մեծ փորձ։ Եվ կարծում եմ յուրաքանչյուր տղամարդ ով ծառայել է իր կյանքի հիմնական չէ Տիգրան, որը 15 տարի երևի 2004 թվականին եմ բանակ գնացել։ Ես միջև ես վերջերս իմ բանակի երազից տենում եմ։ Ինձ միշտ գալիս է որ ես այնտեղ եմ, որ sense ինչ-որ բան եղավ, մի քիչ մեր ժամանակ ես չեմ համեմատի ձեր ժամանակի հետ գրիվ բան, բայց ինչ-որ այն ժամանակ մի քիչ ամեն ինչ շատ ուրիշ ձև էր ապեր, հա։ Հետո այն վաղտե կար այդ կրակոց, ու տենց մի քանի բան եղել է, ոնց է ամեն ինչը գալիս է, հա, sense դեմը դու այնքան տենց հա այն է։ Ասում եմ բանակային տարիները տղամարդու կյանքում միակ տարիներն են, որ ամբողջ կյանքում հիշում են։ Ճիշտ ասած, ինչի՞ չեմ շատ դրա մասին խոսում, հիշում ես առաջից բան ասացիր, ասիր եկեք ինչ-որ բաներ չհիշենք, բան, ես ինձ թող եթերը։ Եղբայրն ես հասկանում եմ։ Ես իմ հետ էլ է բանակում ինչ-որ բաներ տենց եղել, որոնք որ ես չեմ ուզում։ Հասկանում ես դրանք տենց հիշեմ, բան, հա, որտեվ տենց ոչ մեկս է ոչ մեկի շատ էլի, հա, հասկանում ես, հասկանում եմ։ Եթե մենք իրար հետ որ մի օր հանդիպենք, իրար հետ խոսանք։ Այդ դաշան բավշե չի ասել որ դու 15 տարի արդեն ծառայություն ես 2002 թվականին եմ գնացել։ Երևի մարդու ընկալումից էլ է ես թվում է ինքը պոզիտիվ մարդ է դրա։ Հա, ես ուրախ մարդ եմ։ Ինչքան էլ ինչ եմ մարդ գիտեմ ինձ տարիքով փոքր է, նայում եմ ոնց որ 7 երեխու հոգս վրան է։ Դե գիտես ինչից է, մարդկա մեջ է sense միշտ վատ բաներ ատենում, բանոսի sense աղոտ, պետք չի ապել ինչա։ Մեր տղեկի մոտ էլ sense ասեմ, երբ որ մենք վիրավորները վաղակցում ենք, այդ հումորը մեզից անպակաս է։ Ահա ոնց է։ Եթե այդպես էլ չլներ, դժվար է մեկս ինչ որ կազդուրվեր։ Հա, միշտ ավելի, բա ոնց։ Այնքան հզոր եք դուք ապեր, որ այնքան հզոր ուժեր վրա մենք հումորներ ենք անում, չգիտեմ, ինչ որ մեկը մի քիչ վատանում է դրա վրա հումոր անում։ Չգիտեմ, եթե դուք այդ մեր հետ նստեք, չգիտեմ, շփվեք, մեր համար նկատի կլինի, չէ՞։ Հավատացեք նմանապես։ Այ ջան, մի հատ հարց ունեմ, քո դիլատվությամբ իհարկե, շատ հետևորդների, Էլիստոմա հետաքրքիր է հեռուստադիտողների, ինչ կարգավիճակում են առողջական հիմա այն տղաները, ովքեր մարմնապես վնասվածքներ են ստացել, տարբեր։ Գիտեմ, որ դու էլ, հա, ունես վնասվածք, ու ինչ է տապում հիմա բուժումը, եւ ինչ են ասում բժիշկները։ Իմ բուժման մասին կարամ են ասեմ, որ դեռ վերականգնական փուլում եմ, դեռ երևի շատ ժամանակ է պետք որ բուժվեմ, ու տղաների մեծ մասն էլ հիմնականում էլի այդ փուլի մեջ է։ Վնասվածքները տարբեր աստիճանների են, ես իհարկե ուրախ կլինեի բոլորինս էլ որ թեթև լիներ, բայց գիտեմ բախտը տենց շփտած մեզ։ Ինչ-որ չափով առողջություն տալով դու մի ամբողջ ազգի տվեցիր կենթանություն ինչ-որ չափով։ Սենց ասեմ, առողջությունը էլի տվեցին, բայց իհարկե կան չէ մարդիկ ովքեր տվեցին ես կյանքը։ Առողջություն եւ կյանք։ Մարդիկ տվեցին ես։ Դե առողջությունից առավել կյանքն է։ Կյանքը միակ պարգևն է, որը տվում է Աստծո կողմից մեզ, ու ամենաանգնահատելի։ Այդպես Հայկի մոտ մի հատ այսպես լավատեսություն եմ նկատում։ Առհասարակ ամեն ինչ հետ կապված։ Դու թեկուզ դրսում շփվել չեմ նկարումից առաջ, ինչքան այսպես դրական էր ինքը։ Մարդկային տեսակ կարար լինել, որ կարար չանար կյանքի նկատմամբ ինչ-որ չափով եւ բայց ինքը համեմատում է, որ մարդկար կյանքը խնայ, բան չխնայ էր, չէ՞։ Ես ընդհանրապես վնասվածք ունեմ։ Քեզ իրոք
չգիտեմ, ես պարտանում եմ քեզնով, մենք պարտանում ենք քեզնով եւ քո հետ եղած բոլոր զինվորներով եւ այս պահին առաջնագծում գտնվող բոլոր զինվորներով եւ առհասարակ ովքեր Իսպանի ծառայության մեջ են։ Ասած տղեկով եղավ էլի որ դենց եղավ։ Որովհետեւ sense տղեկ չեն, իրես ինչ էր եղել ամեր։ Այսինքն հազար տղեկ են, հա։ Մենք արդեն հասանք Եռաբլուր, հա։ Ցավոք եղանակը Եղանակն էլ է։ բխուր է այսօր եղանակը։ Շատ։ Մենք ուզում ենք որ սրանից հետո քո կյանքում միայն ուրախ պահեր լինեն եւ բոլոր զինվորների, հա, նախքին թե ներկա։ Եվ միայն հպարտություն զգաս եւ քեզ այսպես լավ զգաս որ դու ամեն դեպքում այդ հերոսների շարքին ես եղել, որովհետեւ դու հիշում ես այդ օրերին ինչքան մարդիկ կամավոր ամբողջ աշխարհից ցանկացան գալ եւ ձեր կողքին լինել, ինձ թվում է դա մեծ ուժ էր։ Յուրաքանչյուրն էլ այդ օրերին պատրաստ էր թե մամնական վնասված կրել, թե կյանքից հրաժարվել, որովհետև վտանգի տակ էր իր հայրենիքը, իր հողն ու ջուրը։ Մենք ուզում ենք քեզ շնորհակալություն հայտնել, որ չմերժեցիր ժամանակ գտար հյուրընկալվեցիր տաքսի բլոկ։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մենք միասին հիմա արդեն կմոտենանք եւ մեր հարգանքի դուրքը կմատուցենք բոլոր նահատակված զինվորներին։ Տաքսի բլոկի հերթական եթերն ապահովեցին ձեզ համար Ապլյան Քարորիա պատերազմի հերոս Հայկ Թորոսյանը, պրոֆեսիոնալ սենսեյ հաղորդավար արդեն Տիգրան Մելքոնյանը եւ ես բլոգեր Արգամիսյանը։ Իսկ մենք այս պահին արդեն մոտենում ենք Եռաբլուրին եւ մեր հարգանքի դուրքը կմատուցենք այսօր Քարորիա պատերազմում զոհված զինվորներին, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահին հանգչում են այս տարածքում։ Մնացեք բարի։ Ես կամերան ուշացին դասիկ, չոնե մեծ նայենք նկարվել։ Արա մոտ քշեք եթանք, էլի ներվայնացա արդեն, արա։ Չէ, անուշ ախպերա, չէ։ Հայր միացել։ Ոնց որ Google-ի հետ խոսա, չէ։ Այո, բադ բան եմ ասել։ Okay, And I wonder what you got, you rascal, you.